Ադրբեջանցի լրագրող Ջավիդ Ախմեդովը տեսանյութ հրապարակել, որն արվել է ադրբեջանական դպրոցներից մեկում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են զինվորական համազգեստով ավագ դպրոցի աշակերտները բեմադրում հայի ձերբակալությունը, որի դերը կատարում է աշակերտներից մեկը։ Երեխային ծնկի են բերում, ատրճանակը դնում են գլխին և պահանջում ասել Ղարաբաղը Ադրբեջան է։ Բեմականացմանը ներգրաված են ինչպես տղաներ, այնպես էլ աղջիկներ։ Դրանից հետո բարձր երաժշտություն է միանում և բոլորը սկսում են պարել։ Ղարաբաղը Ադրբեջանն է։ Ղարաբաղը Ադրբեջանն է։ Ղարաբաղը Ադրբեջանն է։ Համացանցում մեծ տարածում է գտել Սոչիում հայկական հարսանիքից տեսանյութ, որը հրապարակվել է հենց հարսանցուի կողմից Գրետա Չամյանի, և նա այն մակագրել է այսպես. Հայրիկը որոշել է համոզվել, որ դա հաստատ իր դուստրն է։ Կադրերում աղջիկը եղբոր և հոր հետ կանգնած է հարսանեկան զգեստով և քողով փակած դեմքով։ Հայկական ավանդույթի համաձայն Փեսան սիրեցյալին վերցնում է հայրական տնից և միայն դրանից հետո բարձրացնում քողը տեսնելով դեմքը։ Այնուամենայնիվ, հարսնացուի հայրը որոշեց դա անել ինքնուրույն, բայց Գրետան կանգնեցրեց նրան։ Վաղ առավոտյան վաղարշապատում գազի արտահոսքից պայթուն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Նշվում է, որ ժամը 7:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Մռավյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում տուն է փլուզվել, փլատակներում կա արգելափակված քաղաքացի։ Պարզվել է, որ Նալբանդյան փողոցի տներից մեկում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթուն, տունը փլուզվել է, ասվում է ՆԳՆ հաղորդագրությունում։ Դեպքի վայր մեկնած փրկարարները սահմանազատել են տարածքը մեկ քաղաքացու դուրս բերել փլատակներից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենայի մոտ։ Փլատակներից դուրս է բերվել 76-ամյա Թամարա Ան։ Երևանում փողոց կանվանակոչվի ԽՍՀՄ բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանի անունով։ Այս մասին որոշումը կայացվեց Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ։ Օրակարգում այս հարցը չզեկուցվող էր, բայց հաստատվեց քվեարկությամբ։ Այսուհետև Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթի առաջին փողոցը առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, 5-րդ փակուղիներով կկրի հայ նշանավոր բռնցքամարտիկ, օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի երակ և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անունը։ Որդու կողմից հոր նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը ավարտվել է։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեն։ Պարզվել է, որ անչափահաս որդին հոր կողմից մորը պարբերաբար վիրավորանքներ հասցնելու և նախկինում ծեծի ենթարկելու պատճառով վրեժ խնդիր լինելու շարժառիթով խոհանոցային դանակով 1 տասնյակից ավելի հարվածներ է հասցրել քնած վիճակում գտնվող հոր մարմնի տարբեր մասերին, պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ։ Սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներում չի իրագործվել վերջինիս արթնանալու ու դանակը որդու ձեռքից խլելու պատճառով, ասված է հայտարարությունում։ Անչափահասի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից սպանության փորձ հոդվածով, որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։ Հայկական նույնականացման քարտի նոր արտաքին տեսքը և անվտանգային բաղադրիչները հաստատվել են։ Տեղեկությունը հայտնում է ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Չեխիայի Օստրավա քաղաքում գտնվող ֆրանսիական In-Group ընկերության արտադրամաս, որտեղ էլ հաստատել են նույնականացման քարտի արտաքին տեսքն ու անվտանգային բաղադրիչները։ Մեկնարկել է հումքի արտադրությունը, քննարկվել են նաև անձնակրի տվյալների էջերի կառուցվածքին և դիզայնին վերաբերող մի շարք տեխնիկական հարցեր, ասված է հաղորդագրությունում։ Շուհի Նանա Հաթլը նոր երգ է ձայնագրել, նվիրված Հայաստանի և Ռուսաստանի բարեկամությանը։ Մեծ սիրով դեպի արևոտ Հայաստան, այսպես է մակագրել տեսանյութը արտիստը։ Աղջիկն է գրել երգի երաժշտությունն ու բառերը, նաև դարձել է տեսահոլովակի գաղափարի հեղինակը։ Հոլովակում երգչուհին ներկայացրել է հայկական ավանդական զգեստը, հագնելով կարմիր տարազ։ Տեսանյութը համադրում է Երևանի կադրերը Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի տեսարանների հետ։ Արտիստի լրիվ անունը Նանա Կիրոպովնա Խատլամաժևա, նա 29 տարեկան է։ Նանայի հայրը հայ է և մայրն էլ վրացի։ Նանան Չեչնիայի Հանրապետության վաստակավոր արտիստ է։